Սիրուններս երկու ձեռքերս զբաղված էր, դրա համար չէի կարող ձեր դիմավորումը նկարել։ Որց ու կարի, որ չհաչաս, բոլորին իմացտաս, մի կեր կդիմանամ։ Հիմա։ Եվ բերեցի, որ Ավրորան ուտի, երկու գժուկները եկան, են սևուկ այս երկու փոքրիկներին ճնշում ա։ Երկուսը եկան ու Ավրորայի մոտ են ուտում, վայ։ Հելոք մնա պուճուրների մեջ, մի հատ մտնեմ փիզիկների մոտ կա, մի հաչա, մի վազեք ենտեղ հանգիստ պահեք ձեզ։ Չես լսում Մարիամ։ Պուշներս դե կերեք։ Դուք էլ գնացեք կերեք պուճուրներ ձերը։ Դե հաջողություն փորձուք։ Հա պուճուրներ, դուք էլ եկաք։ Գնացի սիրուններս։ Բիմ դու ես, հանգիստ թող այդ վախկոտին։ Արի։ Ինչ անկեր գնացի։ Խմի Սամջան, խմի։ Այստեղ ամոն պատրաստեցի դրեցի, որովհետև ջրերը հեսա ժամը 10-ին կկտրեն, բացի այդ Սամը չի խմում ցայտ աղբյուրից։ Գնաս։ Նա այդ կերակն սպասի։ Կեր Սամջան։ Կեր ու ջուրը։ Հա, եք։ Իմացաք ես եկա, հասկացա, հիմա։ Չգիտեմ, այս ջուրն ու կերը ինչքան կմնա, բայց դուք հետտեղ ուտելուց հետո կարող եք ներսի հատված մնա, հա։ Սպասում ես, սիրուն ջան, մնացած ուրեն։ Ինչ ձայներ ես արկա։ Արի։ Հա, իմացան։ Սա ձայն տվեց, արջուկը իմացավ, վազելով եկավ, տեսավ ես եմ։ Հա, գնա, արջուկ ջան, ես եմ։ Հա, էլ եկավ, հասկան այդ ձայնը կանչելու ձայնը, հասկացա։ Դե լավ, հիմա արջուկ ջան, անցի որ անցնեմ, սպիտակներա չէ ինքը, գնացինք։ Մի հատ խելոք ուտում եք առանց իրար վնասելու, Նապո, մի քիչ քեզ նորմալ պայի, մինչև գտնեմ ձեր ջրի ամանը, որպեսի ջուր լցնեմ, խմեք։ Հա, Նապո, առաջինը խմի, փոքրը գտա, մեծը չգտա, բայց դե ոչինչ ամեն դեպքում խմի, նորից կավելացնեմ։ Արդեն ջրի հերթ է գոյացել։ Լավ, խմեք, կերեք, երկրորդ շիշն էլ լցնեմ, նոր։ Գտա նաև մեծ ամանը, խմի, ու լցրեցի ամբողջ ջուրը։ Լավ է, սիրուն, հա, նա, ուլ, որ վերջացնես գնանք, լավ։ Լավ, պահեք ձեզ, փորձանքներից էլ հեռու։ Իրենք հանգիստ խումբ են, սովորաբար չեն հաչում, կռիվներ չեն սարքում։ Ես հեսա Նապոյին հետս կտանեմ, դու կգաս կուտես, որ իրանից ես վախենում, չնայած կերել ես ամեն դեպքում։ Դե անցի Նապո, մենք գնացինք իրենց տեղում, ուտեն ջուրը կա, կերը կա։ Նապո, բայց որ ուտում ես, հետս չգաս, գիտես ինչ լավ կլինի, հես այն հաչաններն էլի քեզ կտեսնեմ, որ իմ հետ ես քայլում ձեռները գլուխները կացին։ Ինչ կլինի, դու մի օր գաս ու չհաչաս, կլինի այդպիսի օր, հա։ Հա։ Լոկ ու չթռնես ինձ վրա։ Չէ, անհնար է։ Երկուսը հարձակվեցին այն փոքրի վրա, նոր ստերջացված։ Չես, երկուս ուղղակի սարսափելի են, այսօր երևի իրենց չկերակրեմ, փորձեմ պատժել, գուցե այդպես հասկանան։ Նույնիսկ այս շների համար նախատեսված լուսաձայնային այս երկու հաչանների դեպքում ոչ մի բան էր, ոչ մի ազդեցություն, զրոյական ազդեցություն։ Ոչ մի ազդեցություն, իրենք ամբողջ այս հատվածի այս երկուսը գնաց փրչոտնային կողմ ու սա ամբողջ հատվածի աղմուկն են, բարձրացնողներն են։ Մյուսը ունը։
Այսօր չեմ գնա, հետո կգնամ։ Դու էլ հետևիցս գալիս ես, հաչ ես հաչում, բայց նրանք սկսվում է։ Ու ամբողջ աղմուկ է բարձրանում տարածքում։ Ես չեմ կարող այդ պայմաններում կերակրեմ ոչ մեկիդ։ Թող այդպես մնան, որ դաս լինի, իրենց հասկանան, եթե հաչան, չեն ստանա կեր։ Ոնց ես։ Արի, Սամջան, թող ուտի։ Սամը արջի վրա գրմռում է։ Խելոք նստեք իրար հետ կռիվ չեք անում, լավ։ Սիրտը չտարավ սոված թողնեի, եկա երկրորդ անգամ։ Հիմա Նապոն ինձ հետ չի։ Փաստորեն ես մի հաչանի տեղը էստեղ է, ինքը նստում է այստեղ։ Եկեք, ասեցի։ Ստեղ, առանց հաչան։ Ասեցի չկերակրեմ, բայց սիրտս չտարավ։ Ամեն դեպքում սոված էի։ Ես երկու հաչաններն են, որոնք անիմաստ կռիվ են առաջացնում։ Այն կողմը լցրել էի քեզ, պարտադիր է գայր էստեղից։ Հա։ Առանց կռվի ավելի հաչան։ Այս մեկը մի քիչ, որ իրան չեն նեղում, այդքան քիչ չէ, այս սա է, որ հաչում է։ Նստած է լուր։ Եկավ, բարձրացավ վերևից այս մյուսին ձայն տվեց, որ գա ու հաչա։ Սիրունիկս խելոք եկել է ուտում է։ Հաչան, խելոք, դու էլ մի հատ սուս։ Այն խեղճն էլ մեքենայի տակ մնաց։ Սուս արա։ Հաչան կատու է, հանգիստ հո։ Մեկը վազես փախչելու է, բայց ամեն դեպքում։ Լավ, էլի հաչան, ինչ ես այդպես անում, հանգիստ մյուսների նման կեր ու վերջ։ Հիսո չեմ կարող, փախի։ Խելոք սուս, ուրիշ տարբերակ գիտեմ չես կարող։ Այս խեղճը շատ խեղճ է։ Գնա քո հաչան ընկերոջ հետ ինձ հետ գործում ես։